Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին կտրամադրի 3 միլիարդ 14 միլիոն դրամի պետական աջակցություն։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։ Դեռևս հունիսին շուկաների դիվերսիֆիկացման նպատակով գործադիրը հաստատել էր աջակցության ծրագիր, որով ֆինանսական աջակցություն է տրամադրվում հայկական ծագման ջերմատնային արտադրանքի, ինչպես նաև թարմպտուղների, սննդամթերքի եւ խմիչքների առանձին տեսակներ արտահանող տնտեսվարողներին։ Էկոնոմիկայի նախարարը նախ նշեց, որ այս որոշմամբ կկատարվեն հունիս ամսվա արտահանման դիմաց պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունները, ապա ներկայացրեց նաև արտահանման ծավալները։ Հունիս ամսվան առանձին եթե ներկայացնեմ, ապա արտահանել ենք 784 տոննա պղպեղ, 200 տոննա լոլիկ, 109 տոննա ելակ, մոտ 3000 տոննա ծիրան, 1400 տոննա կեռաս, 1500 միլիոն լիտր շշալցված բնական հանքային ջուր, 230,000 լիտր շշալցված խաղողի գինի, 1.3 միլիոն լիտր հաշվարկով եւ այսպես շարունակ։ Էկոնոմիկայի նախարարը տեղեկացրեց նաև, որ հայկական միրգն արտահանվել է աշխարհի 15, բանջարեղենը 8, իսկ ծաղիկը 25 երկիր։ Անդրադառնալով թեմային, վարչապետը շեշտեց, որ դեպի Հայաստան աճող զբոսաշրջային հոսքերը եւս կարելի է դիտարկել որպես արտահանման միջուղ։ Համարյա ամեն օր 10,000-ից ավելի ուղևոր մուտք է գործում Հայաստանի Հանրապետություն։ Ընդ որում մի օր 10, 11,000, 12,000 հունիսին մենք նոր ռեկորդ ենք ունեցել։ Այս որոշումների կայացման մեջ կարծում եմ էական կամ որոշակի դեր է կատարել այն, որ մենք որոշեցինք նոր ուղղություններով ավիաընկերությունների ուղևորների ուղևորահոսքերը սուբսիդավորել։ Գործադիրը հաստատեց նաև առողջության համընդհանուր ապահովագրության բոնուսային համակարգը, որի շրջանակում առողջ ապրելակերպ վարող քաղաքացիները կկուտակեն բոնուսային միավորներ եւ հետագայում կկարողանան դրանք օգտագործել անկանխիկ վճարումների համար։ Վերջնական բոնուսային միավորները չեն կարող գերազանցել տարեկան ապահովագրական վճարի 10%-ը եւ այդ հավաքագրված միավորները տարին լրանալուց հետո արդեն կարող են օգտագործվել մի շարք նպատակներով։ Կարող են օգտագործվել ապահովագրավճարը վճարելու համար, կարող են օգտագործվել կամավոր բժշկական ապահովագրական փաթեթ ձեռք բերելու համար, կարող են վճարվել համավճարների վճարման համար եւ մի շարք եւ կարեւոր նաեւ պետք է նշեմ, չմոռանամ, որ օրինակ մարզասրահների, լողավազանների, նաեւ բաժանորդական վճարների համար։ Բացի հիմնական բոնուսներից լրացուցիչ միավորներ կստանան նաև արյան դոնոր դարձած քաղաքացիները, ինչպես նաև նրանք, ովքեր բարելավել են իրենց առողջական ցուցանիշները, օրինակ նվազեցրել են մարմնի քաշը կամ հրաժարվել են ծխախոտից եւ ալկոհոլից։ Միաժամանակ վարչապետը հետաքրքրվեց, թե ինչ մեխանիզմով է հաստատվելու, որ քաղաքացին իսկապես փոխել է իր կենսակերպը եւ օրինակ այլևս ծխախոտ չի օգտագործում։ Կան արագ տեստեր թքի միջոցով հիմնականում շատ արագ կարող են իրականացվել, անձը մոտենում է իր առաջնային պահպանման օղակ, անցնում է այդ տեստը եւ բացասական արդյունքի դեպքում իր մոտ գրանցվում է, որ ինքը թողել է ծխելը։ Սակայն մեկ եւս գործիք օգտագործելու ենք, որ մի առժամանակ հետո 3 ամսվա ընթացքում իրեն գալու է SMS, որ խնդրում ենք վաղը կամ մոտակա 3 օրվա ընթացքում եւս մեկ անգամ մոտենալ եւ անցնել տեստ, որպեսզի այնպես հավաստվի, որ հաստատ թողել է ծխելը, որպեսզի այնպես չստացվի, որ թողնի ծխելը բոնուսները ստանա, հետո մյուս օրը նորից սկսի ծխել։ Քննարկման ընթացքում Փաշինյանը առաջարկեց բոնուսային համակարգը կապել բանկային քարտերի հետ։ Այն ժամանակ, երբ որ ես խնդիր եմ դրել այս համակարգը ստեղծել, ես առաջարկել եմ, որ կապվի անկանխիկ առևտրի հետ։ Այսինքն մարդու քարտուց ինչքան է ալկոհոլ ձեռք բերվել, ինչքան է ծխախոտ ձեռք բերվել։ Եթե նախորդ թողշրջանի վիճակագրության անկում ունենք, ընդ որում սա օբյեկտիվ ցուցանիշ է, որովհետև եթե ասենք օրինակ տատիկի քարտով է ծխախոտ ձեռք բերելու, այդ պետք է ինչ որ ձևով նախատեսենք, որ համենայն դեպս դա ավելի հետագծելի է։ Նախարարի առաջին տեղակալի խոսքով համակարգը կգործարկվի 2029 թվականի հունվարի 1-ից։ Նախնական հաշվարկներով առաջին տարում բոնուս կստանան շուրջ 37,000 մարդ, իսկ տրամադրվելիք բոնուսների ընդհանուր արժեքը կկազմի մոտ 471 միլիոն դրամ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ իր հերթին առաջարկեց առողջության ցուցանիշների մշտադիտարկման համար կիրառել հատուկ մոնիթորինգային սարքեր, որոնք մարդիկ կկրեն առողջության ցուցանիշներին հետևելու համար ու որոնք կապված կլինեն նաև առաջնային օղակի հետ։ Այս համատեքստում վարչապետը անդրադարձավ անձնական տվյալների պաշտպանությանը, ընդգծելով, որ ժամանակակից աշխարհում բազմաթիվ տվյալներ արդեն իսկ հավաքագրվում են տարբեր հարթակներում, եւ պետությունը դրանք պետք է օգտագործի բացառապես քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով։
Փոխվարչապետը ասեց սարք ենք կրելու, հա, էսա տեսեք ինչ ալնի, հա։ Այդ սարքերը բայց հիմա իրանց վրա է։ Այդ սարքերին հասանելիություն ունի ով ասես, ով չասես, բայց ով ասես։ Ով ասես, ով որ գիտի ձևերը։ Բայց երբ որ պետությունը ասում է մի րոպե առողջության հետ կապված եկեք դնենք ձեր բժշկի հետ կապենք բանը, մեր անձնական տվյալները։ Գործադիրը հաստատեց նաև սահմանամերձ բնակավայրերում բնակարանաշինության պետական աջակցության ծրագրի փոփոխությունները։ Դրանց նպատակն է պաշտպանել շահառուներին, որպեսզի պետական աջակցությամբ կառուցված կամ ձեռք բերված բնակարանները հիփոթեկային վարկի գործողության ընթացքում չկարողանան բռնագանձվել կամ արգելքի ենթարկվել շահառուների այլ պարտքերի դիմաց։ Էլեն Խուդան, Հորիզոն։